Սիրելի ծնողներ, սիրելի շրջանավարտներ, սիրելի հյուրեր։ Շնորհավորում եմ ձեզ ծնողներին նրա համար, որ իրենց զավակները արդեն մտնում են հասուն կյանք, շրջանավարտներին նրա համար, որ վերջապես պրծան դպրոցից, բայց էլի նրա համար, որ մտնում եք հասուն կյանք։ Անկախ նրանից, որ ամեն տարի ենք շրջանավարտների ճանապարհում, թվում է, թե դա պիտի դառնար մեզ համար սովորական, բայց հավատացնում եմ ձեզ այդպես չէ։ Ձեր առումով կրկնակի անգամ այդպես չէ։ Հիմա կբացատրեմ ինչու, որտեղ շատ հարցերում դուք առաջինն եք։ Իրենք առաջինն են։ Առաջինն են, որոնք իսկապես ստացել են 12-ամյա կրթություն, որտեղ մինչև հիմա երեխաները ունեցել են շրջանավարտները ստացել են 12-ամյա միջնակարգ կրթության ատեստատ, բայց սովորել են ընդամենը 11 տարի։ Իրենք առաջինն են, որ սովորել են 12 տարի։ Հուսով եմ իբրև ավանգարդ պիտի ողջունեք նրանց։ Ինձ համար կրկնակի թանկ եք, որովհետև առաջին անգամ ես ձեզ եմ այս դպրոցում ընդունել առաջին դասարան 2006 թվականին, երբ նոր դարձել էի տնօրեն։ Շնորհակալ եմ, որ դուք կաք, ձեզ շատ սիրում եմ, ձեզանից ոմանց ես դասավանդել եմ էլի առաջին անգամ այս դպրոցում և հույս ունեմ, որ իմ, ինչպես նաև ձեզ դասավանդած մնացած ուսուցիչները ձեր մեջ հետք են թողել։ Հուսով եմ, որ այն, ինչ իրենք ձեզ սովորեցրել են օրինակով կամ խոսքով, ձեզ կուղեկցի ողջ կյանքում, որտեղ մի բանում եմ վստահ, հաստատ վատ բան չէին սովորեցնի, ճիշտ է։ Դե ուրեմն, մինչ նորից ձեզ ողջունելը և բեմը միայն ձեզ տրամադրելը, ուզում եմ ասել, որ շրջանավարտներին, ինչպես ամեն տարի, ուղերձ է հղել Երևանի քաղաքապետը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը։ Ուզում եք կարդամ, թե Facebook-ում կկարդանք։ Եթե Facebook-ում կկարդանք, կարևորը ես ասացի, որ իրենք ողջունել են ու շատ գեղեցիկ բաներ են ասել, շատ գեղեցիկ ուղերձ են հղել, իսկ հիմա սիրելի 118 դպրոցի սիրելի շրջանավարտներ, բեմը ձերն է, քայլը ձերն է, երթը ձերն է, խնդրեմ։ Ապարտական մեր զանգը հնչում է, ձեր հոգիները կարծես փոթորվում են, զանգ դու հնչիր, թողող հնչները, ձայնարձակել են և ջերմացնել սրտերը, դիչել հոգուն արերին, Եզուսուս չի ուզում եմ, հուզված կանգնած ահագին, բեմից փոքրիկ երգում եմ, և աղուտը շայց, но сердце знает, что хочу кричать, что это значит, только бы одни на целом свете верит в любовь, любовь навеки. Не могу дышать, но сердце знает, как хочу кричать, что это значит, только бы одни на целом свете верит в любовь, любовь навеки. Մենք միասին ենք, ինչ է լինի, որ մի ընտանիք ենք, կրթող և սովորող, իմ շուրթերից խոսքերը հնչում են, իսկ աչքերից արցունքները հոշում են, մենք սովորել ենք կրթվել, այստեղ դաստիարակվել ենք, գուցե երբևն մի բան ձեզ նեղացրել ենք, և անդուդը շայց, но сердце знает.
Ասում են, որ բաժանման ցավը բուժվում է։ Ասում են, որ ցանկացած սեր անցողիկ է, եւ ամեն բան կարելի է փոխել, նոր ճակատագիր ընտրելով։ Արդյոք այդպես է։ Մենք ընտրել ենք մեր ուղին եւ շնորհակալ ենք ձեզ, սիրելի ուսուցիչներ, այս դպրոցում անցկացրած ամեն մի օրվա համար։ Երբ կքայլենք այս աշխարհով ու կգնանք ձեր հետքերով, չենք մոռանա, որ դրանով պարտական ենք ուսուցչին։ Չմոռանանք ծնողներին, որ մեզ կյանք են պարգևել, չմոռանանք, որ նրանք են օրորոցում մեզ օրորել։ Մեր առաջին քայլից սկսած, ձեռքը բռնած կողքով քայլել։ Մեր առաջին բառից սկսած, մեր բառերին իմաստ կտել։ Գուցե քայլերը մեզ կտանեն այս աշխարհի բարձունքներին, չենք մոռանա ծում կծալել ու խոնարհվել ուսուցիչներին։ Մեր հզոր պատն եք, մեր հույսն ու լույսն եք, մեր փոքրիկ դպրոցի անկոտրուն սյունն եք, շնորհակալ ենք ձեզ, որ դուք կաք, սիրում ենք ձեզ անսահման, տխուր է պահը բաժանման։ Մնաք բարով, սիրելի Տիկին Հովակիմյան, կհեռանանք ձեզանից, մեր սիրելի դպրոցից, պատանեկան կյանքը մեր նոր ճանապարհ է բռնել, մի օր կգանք ձեզ այցի, բայց կգնանք մենք հուզված, տեսնելով նոր սաներին նստարանին մեր նստած, ասեք, ինչպես չարտասվենք, մենք դա ինչպես հանդուրժենք, ինչպես զանգից հետո մենք էլ դասարան չմտնենք։ Պետք չէ վախենալ խիտ մարախուղից, պետք չէ վախենալ դատար գրպանից, պետք չէ վախենալ լեռնաոսքերից, ոչ ճարճուտից, ոչ կեղտոտ սրիկայից։ Կարողացեք ծիծաղել, վախի աչքերին նայելով։ Սեփական վախկոտությունից է միայն պետք վախենալ։ Չպետք է վախենալ դժվարին խնդիրներից, պետք է վախենալ էժանագին հաջողությունից։ Պետք չէ վախենալ ազնվության պատճառով կոտրված լինելուց, վախենալ է պետք կեղծ ու կուշտ լինելուց, կարողացեք ծիծաղել վախի աչքերին նայելով, սեփական վախկոտությունից է միայն պետք վախենալ։ Չծիծաղած արդեն մանկությունն ենք լքում, չգիտակցված ոսկի ջահելությունը մեր, այնքան կարճ են թվում մեր օրերը ծաղկուն, որ չըմբռնած, ապշած թողնում ենք կյանք ու սեր։ Մեր սերը մեզ է նման, թվում է պարզ է այնքան, բայց դիմակի տակ նրա անտարբերության վիշտ կա ու կսկիծ։ Մեր սերը մեզ է նման, հետևելով մեր օրվան, նա հոսում է անխափան, ավազի նման մեր ձեռքերից։ Փոփոխվում է ամեն ժամ, մեկ զվարթ է, մեկ դժկամ։ Հոգսեր ունի ահագին, բայց ինքն է անգամ հնարում հոգսեր։
Նա մեր մանուկն է տրտում, բայց գոնե կա մեր կյանքում։ Կրկնապատիկ մենության սովորությունն է միայն, որ կոչվում է սեր։ Սիրելի ուսուցիչներ, կյանքում հենց այնպես ոչինչ չի լինում, ու չլինելն էլ իր պատճառն ունի։ Ու կյանքում ոչինչ չի ոչնչանում, անգամ ոչինչն իր իմաստն ունի։ Ու այն ամենը, որ չի վերածնվում, գուցե ոչինչ է, բայց ոչ հենց այնպես։ Լինում է մեր տեղը մեկ ուրիշն է խոսում, հենց մեր իսկ բերանով անհրաժեշտն ասում, ու հանկարծ գտնում ենք մեզ շատ հուզող հարցի, խնամքով փնտրվող լուծումն արդարացի։ Այդ մեր խնդրանքների պատասխանն է հնչում։ Երբեմն այդպես էլ է մեզ պատասխան տրվում։ Մարգարեությամբ թե ճանապարհ ցույց տալով նա մեզ ուղղորդում է արդարության անդոր։ Լուսինը նայեց, քաղաքին քնած, ու գիշերը հանգած, ինչ-որ բան շշնջաց, ինչ-որ բան շշնջաց։ Լուսինը նայեց, այն շանը քնած, որ պարկել էր անչար, սև հողում օխրացած, սև հողում օխրացած։ Ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին, ու մորս նվիրել։ Ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին, ու մորս նվիրել։ Լուսինը լսեց ու կորավ հանկարծ, մնացի միայնակ գիշերում կախարդված, գիշերում կախարդված։ Իսկ երբ արթնացա, ես տեսա հանկարծ, որ լուսինը կորած, իմ գրկում է քնած, իմ գրկում է քնած։ Ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին, ու մորս նվիրել։ Ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին, ու մորս նվիրել։ Լուսինը նայեց, քաղաքին քնած, ու գիշերը հանկարծ, ինչ-որ բան շշնջաց, ինչ-որ բան շշնջաց։ Լուսինը նայեց, այն շանը քնած, որ պարկել էր անշարժ, սև հողում օխրացած, սև հողում օխրացած։ Ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին, ու մորս նվիրել։ Ախ լուսին, լուսին, ուզում եմ քեզ գրկել, քեզ տանել լուսին, ու մորս նվիրել։ Գիշեր է, անձրև է մաղում,
Կաթիլները երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ։ Եվ թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են։ Ինչի մասին։ Անձրևոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետև իրենք ընդհանրապես լապտերներ են եւ չունեն սեփական թախից։ Եվ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրևում է, եւ որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել։ Եվ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները։ Սիրելի ուսուցիչներ, առանց հաստատուն կանոնների մարդը գրեթե միշտ զուրկ է նաև կամքից։ Եթե նա կամք ունենար, ապա կզգար, թե իրեն որքան անհրաժեշտ են կանոնները, սա եք մեզանում սերմանել։ Բանականությունը բնության մեծագույն պարգևն է։ Այն մեզ ոչ միայն բարձրացնում է մեր թուլություններից վեր, այլև օգնում է շահավետ կերպով տնօրինել մեր արժանինքները, տաղանդներն ու առաքինությունները։ Դուք կրթել եւ դաստիարակել եք մեզ։ Դաստիարակությունը հենվում է երկու հիմքի վրա՝ բարոյականության եւ ողջամտության։ Առաջինը պաշտպանում է առաքինությունը, իսկ երկրորդը օտար արատներից։ Ձեր շնորհիվ հասկացել ենք, որ բանական եւ միևնույն ժամանակ օրինավոր մարդը ոչ միայն պետք է մաքուր լինի իր խղճի առջև, այլև իր նկատմամբ հարգանքից ելնելով նաեւ շրջահայաց, որպեսզի նախորդ գուշակի ու խափանի զրպարտանքը։ Շնորհակալ ենք ձեզ։ Պատահական թողոր հանդիպենք մի օր զանգանշում է ուշքին բաժանման մենք ձեզ սիրում ենք հավետ անսահման նոր կյանք է մեզ կանչում տեսարևն է ջեմ շփթում լուսավոր է մեր ուղին բազմազան է ահագին շնորհակալ ենք ահա տարիները մեր ուսման ջերմությամբ ենք միշտ հիշում ձեր առջև ենք խոնարհում Ինձ թվում է ամենամեծ պարգևը, որ մարդը ստացել է բնությունից, դա հիշողությունն է, սերը եւ երազանքը։ Կենդանիները երևի չեն կարող հիշել հեռու անցյալը, ոչ էլ սիրել քաղցր ու տանջագին, մանավանդ երազել, տարվել քմահաճ երևակայության չքնաղ երազներով։ Երջանիկ է այն մարդը, որ իր օրը կարող է զարդարել պայծառ երազներով եւ հասնել այդ երազին։ Աշակերտության սորերին ոչ մի բան այնքան չեմ սիրել, որքան իմ երազները, իմ պայծառ, բազմազան երազները։ Բավական էր մենակ մնայի տարվում էի ցնորքներով, լուսեղեն ցնորքներով ոլեցնում էին իմ աշխարհն ու ապագան։ Ոչ միայն մենակ անպարապ ժամանակ,
այլև դասին կամ դասամիջոցին ես տարվում էի այդ երազներով։ Սիրելի ուսուցիչներ, 2018-ը մեզ համար հիշաշան տարի է։ Մենք, որպես քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին ազգ, այս տարի կթոնենք մեր առաջին հանրապետության 100-րդ տարեկան։ 2016-ի ապրիլյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ միասին մենք ուժեղ ենք։ Մի ազգ, մի նպատակ, մի ցանկություն։ Ուժեղ տեսնել մեր հայոց երկիրը, իր անկոնտրում կամքով եւ հզոր հայոց բանակով։ Նրանք ընկան, ու այդպես էլ չհասկացան, թե ինչու։ Տղամարդ, կին թե երեխա, որ ապրել էին ուզում այնքան։ Հարբածի պես մարմնագործան նրանք ընկան, հոշոտված ու սրի քաշված, աչքերը բաց, սարսափած դու։ Նրանք ընկան աղերսալի հայացքները Աստծուն հառած, եկեղեցու նախադրան կամ հարազատ շեմին ընկան, անապատում խառնուխրիվ ու մոլորյալ հոտի նման, հուր ու սրից կոտորվեցին, ծարավ, սոված։ Նրանք ընկան մաքրաբարով ու լուռումունջ, հազարներով, միլիոններով նրանք ընկան և աշխարը չսարսռաց։ Ալ ծաղիկներ նրանք դարձան մեկ վայրկյանանց և ծածկվեցին քամու բերած ավազներով, մոռացումով։ Նրանք ընկան, աչքերի մեջ լույսի շողեր արևահամ, օդում ճաքրող թռչունի պես, որ զարկվում է մի գնդակից։ Նրանք ընկան ուր պատահի և ոչ մի հետք չթողեցին, չճանաչված ու մոռացված ու քուն մտած վերջին անգամ։ Եվ այդ ազգի զավակն եմ ես, որ հանգչում է այն գերեզման, հենց այն ազգի, որ նախընտրեց մահը կյանքից, բայց հավատը իր չուրացավ, որ գլուխից չխոնարեց անարգանքի առաջ բնավ, որ հարություն առավ կրկին, ի հեճուկս ամեն ինչի, չտրտնջաց հուր Հավիտյան։ Նրանք ընկան, որ ընկղմվեն հավերժական խավարի մեջ ժամանակի, նրանք ընկան, քարեր դառնալ չհասցրին, նրանք ընկան, առանց տարիք հարցնելու մահը կանգնեց նրանց շեմին, քանզի նրանց մեղքը մեկն էր, զավակներն էին հայոց ազգի։ Հայոց բանակ, իմ հայրենիք, պաշտպանն եմ ես քո անվեր, հայոց բանակ, իմ հայրենիք, խաղաղ պահենք երկինքը մեր, սիրած աղջիկ, իմ սիրելի, դժվար է քեզ հեռվից սիրել, հրաշք աղջիկ, քեզ քեզ համար, խաղաղ պահենք երկիրը մեր, սիրող սրտեր համար, հենց ձեր սիրո համար, պիտի պահենք անպատ երկիրը մեր, հանուն հողի անգին, հանուն ծառի ծաղկին, հանուն թափված արյան, պիտի հաղթենք, հայոց բանակ, իմ հայրենիք, Արսինն եմ ես քո լեռների, հայոց բանակ, իմ հայրենիք, որդին եմ քո քաջարի, հայոց մայրեր, արյուծածին, երկին քարած աղոթքը ձեր, հայոց մայրեր, հենց ձեզ համար, խաղաղ պահենք երկիրը մեր, վարվող մոմի համար ու ձեր սիրո համար, պիտի պահենք խաղաղ երկիրը մեր, հանուն կյանքի գալիք ու մանկանցի ծաղի, հանուն մեր պատմության պիտի հաղթենք, սիրող սրտեր համար, հենց ձեր սիրո համար, պիտի պահենք անպատ երկիրը մեր, հանուն հողի անգին, հանուն ծառի ծաղկին, հանուն թափված արյան, պիտի հաղթենք,
Ահա նստած իմ դիմաց միջերմ բարի դեմք եմ տեսնում, որպես սիրող ու հոգատար եւ փոթորկված իմ խենթ հոգում ջերմանում է աշխարհն արար։ Մեր դասղեկն է շատ սիրելի, ում ծանոթ ենք կարծես վաղուց։ Ամեն վարքյան, ամեն րոպե մեր կողքին է եղել նվիրված։ Բարգացել է, ներել, սիրել ու խորհուրդներ տվել մեզ թանկ, սովորեցրել է կյանքում լինել մաքուր շիտակ, ու թող անցնեն շատ տարիներ մեր սրտերում դպրոցական, միշտ կհիշենք ձեզ, մեր լավ դասղեկ, ընկեր Խաչյան։ Պետք է գիտնալ, շպտալ դեռ լայն, երբ կորչի բախտն իսկ լավագույն, եւ վաթարը մնա միայն, արցունքի շիտ չարժող կյանքում։ Պետք է գիտնալ կյանքի գնով, պահել պատիվ ու արժանիք, ետ չնայել հեռանալով, թեկուզ մահն իսկ այդ ժամին։ Պետք է գիտնալ, ելնել, երբ որ սիրո սեղանն է հավաքած, եւ չկանգնել խեղճ ու մոլոր, այլ մեկնել լուր անվերադարձ։ Պետք է գիտնալ ցավը դաժան, պահել օրվա քողի ներքո եւ զսպել ճիճն ատելության, որ վերջին բառն է սիրո։ Պետք է գիտնալ սառը դատել եւ լրացնել սիրտը մեռնող։ Պետք է գիտնալ անհույս դիտել, բայց ես չեմ կարող։ Научи меня жить по дыханию, по нотам, без суждений и боли, падений и взлетов. И в густой суете прошепчи мое имя, чтоб на сердце усталом расплавился иней. Научи меня жить, я тебе доверяю. Это сердце, а в нем, чем дышу, чем страдаю. Позови меня вдаль, где никто не услышит. Там, где ветер седой вдохновением дышит. Научи меня жить, научи, ты же можешь.
я стану другим, сбросив старые кожи. Разобьются века, а тяжелые своды, но мы будем вдвоем оживать год за годом. Научи меня жить, обними еще крепче, и забудется все, и дышать станет легче. Я не знаю, что там, за завесою буден, но я буду любить, как бы путь не был труден. Ակնթարթն էլ բավական է, որպիսի հերոս դառնաս։ Սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ։ Մեզ համար այն արժանավորներն եք, որոնցից բազմաթիվ դասեր ենք քաղել։ Մարդկանց երջանկությունը կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև հոգեվիճակից։ Թող ձեր հոգեներում միշտ արև շողա, իսկ սրտերում ապրի գարունը։ Խնայիր մի քիչ դու ինձ ժամանակ, չափավորիր քո վազքը անտեղի։ Հեշտ չէ դիմանալ անտես բերանտակ, անթիվ կորստյան ու տագնապների։ Բարեգոտ եղիր, պարզ եղիր ու մեղ, ինձ չարությամբ մի պաշարիր կրկին, տես, և լեթան է երևում այնտեղ, արդեն մոտ էր քու, անկյունադարձին։ Էլուշ է զղջան, լալ ու հանձնվել, դեպի ապձգվող թեկարա հետին, ափից այդ ամուր, անառիկ, ահեղ, լայն դարպասներն են նայում դրախտի։ Մնաս բարով, իմ բարեկամ, մնաս բարով, թանկագինս, իմ սրտի մեջ ես դու մնում, կանխատեսված այս բաժանումը շուտով, մեզ առջևում նոր հանդիպում են խոստանում։ Ազնիվ եղիր ամեն ինչում, ով է կյանքում սովից մեռել, ճշտի համար աքսոր չկա, ստի հանդեպ ինչու լռել, իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է մեջք են ծռում, երբ որ պետք է հրռում են, պետք է շպտում, պետք է լռում, պետք է իրենց մանկն են ընկում։ Դու մի եղիր կյանքում տհաս, դու հասկացիր, հենց այն գլխից մի մոռացիր երբեք տղաս, ազնվությունն այն է միայն, որ չի փոխվի, ոնց էլ շուրջ տաս, այն մի ջերմակ երես ունի, ոչ թե 7-8 գունեղ աստար։
Բանաձևերը միշտ ունենում են իրենց ճշգրիտ լուծումները, կամ ապացույցները, իսկ որն է մարդ լինելու ճիշտ բանաձևը։ Երևի թե ամենադժվար ու միևնույն ժամանակ շատ հեշտ մեկնաբանություն ունի այն։ Իսկ այդ դժվարն ու հեշտը մենք տեսանք ձեր մեջ։ Մեզ բացահայտեցիք մարդու ճիշտ տեսակը դրա մեջ միախառնելով, ընկեր լինելու, ախոս մեկս մյուսին հասկանալու կարողությունը։ Որտեղից եք այդ ամենը ձեր մեջ տեղավորում և տալիս մեզ, համեմելով և սեր, և բարություն, և համբերություն։ Միթե կա նման բանաձև։ Իհարկե ոչ, նա գալիս է ձեր անկեղծությունից, ձեր մեջ շատ լույս ու բարություն ունենալուց։ Սիրելի, մեր շատ սիրելի դասվեք, մեր անունը Սուրենովն է։ Ձեր անսահման հոգատարությունը, ձեր խելացի խոսքն ու խրատը երբեմն զարմացնում էր մեզ։ Չգիտեինք, մեր առջև ուսուցիչ է կանգնած, թե մայր, բարեկամ է կանգնած, թե ընկեր։ Շնորհակալ ենք, որ այդպիսին եք, ու շնորհակալ ենք, որ հենց մերը դարձաք։ Մեր սիրելի Աննա Սուրենովնա, մեր սիրելի, մեր շատ սիրելի դաստակ։ Քանի միլիարդերորդ անգամն է այսօր աշխարհը զարթնել, բայց այս բացված օրը անցած օրերից ոչ մեկի կրկնությունը չէ, այսօր մեր օրն է, այսօր ընկեր Մարգարյան, մենք ձեզ ենք ասում մեր խոսքը, այս փոքրիկ բեմից, առաջին և վերջին անգամ, որպես աշակերտ, մեր դասարանի պատմությունը հազիվ 2 տարի լինի, 730 օր, բայց այս օրերը, ժամերը, րոպեները ուղղակի վայրկյանների մեխանիկական գումար չեն, այլ ապրված և գնահատված պահեր են, որոնց մեջ դուք ունեք ձեր ձեռագիրը և ուղումները կարմիր թանաքով։ Դուք մեր պատմության ամեն մի բառը հետևել եք, որ լինի իր տեղում, մաքուր ձեռագրով։ Ձեր խաղաղությամբ ու ձեզ հատուկ լավատեսությամբ բաց ծով դուրս եկած նավավարի պես առաջնորդել եք մեզ, որ չվախենանք, չվարանենք, այս աղեղ դարում մեր տեղը գտնենք։ Գնահատել եք մեր ազնվությունը, ներել ծուլությունը։ Միշտ ձեր ուսուցչի կերպարը տեսելը մենք այդքան էլ չենք գնահատում ուսուցչի աշխատանքը, բայց հիմա ասում ենք վստահ, ասում ենք ամբողջ հոգով ու սրտով։ Շնորհակալություն մեզ այս 2 տարին ընկեր լինելու համար։ Շնորհակալություն ձեզ մեզ հետ մանկանալու համար։ Շնորհակալություն մեր օրերը ձեր բարի ժպիտով լցնելու համար։ Շնորհակալություն ձեզ մեր հիշողության մասնիկը դառնալու համար։ Շնորհակալ ենք, ուսուցիչ։ Ահա եւ վերջ։ Մի տրտնջա, դու հիշում ես, ձախորդ օրերը կուգան կերթան։ Մի տրտնջա, եթե լավից ետ ես ընկել, ինքդ հասիր։ Մի տրտնջա, բայց եւ կյանքը գրքի նման դու մի կարդա։ Գրքի նման քեզնից հեռու ինչ որ օտար մարդկանց մասին։ Հպարտ եղիր, բայց ոչ գորոզ։ Դատարկ մարդն է գորոզանում։ Չէ որ խելոք ու տխմարին դրանով է զանազանում։ Մենք փոքր ենք դեռ չգիտենք, թե ոնց պիտի կյանքին նայենք։ Մենք փոքր ենք դեռ, երբ մեծանանք, դառնանք արդեն հասուն ջահել։ Խորհուրդներն այս եւ հնացած եւ ավելորդ թված գուցե կյանքում այժմ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր։ Խորհուրդներն այս թող հնանան, ծաղիկն է լոկ այդպես մեռնում, երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում, հանուն գալիք վարխարույկի, պատրաստ ենք մենք այսօր ծխալ, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեն այսօր սխալ։
Ես ոնց անցան, ոնց եկան, հեռացան օրերը դպրոցական, պայուսակ նստարան, ինչ երազ էր, ինչ անուջ, թե կատակ էր և թե լուջ, թե հեքյատ կախարդական և թե կյանք էր իրական ու կարծես երեկ էր դեր դասերու դասարաններ ախ ես ոնց էջերմակ էր իմ դասատում են ջահել ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով միշտ կմնամ անմորած, անբաժան հուշերը դպրոցական օրագիր պահարան ինչ ուրախ էր, ինչ անհոգ թե ձմեր էր և թե շոգ թե տանիք էր հայրական և թե տուն նավիրական դու նստում էիր կողքից մանկության ընկերուհից բայց այսօր արի ու տես ես կարծես սիրում եմ քեզ ու հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով թաց աչքերով կարոտելու եմ ես դպրոցն ու բոլորին բայց ինչ արած մնաք բարով հնչեց զանգը հնչեց ու հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու եք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած Հնչեց վերջին անգամ վերջին ծաղիկներով մի քիչ թաց աչքերով կարոտելու ենք մենք դպրոցն ու բոլորին բայց ինչ արած պիտի գնամ մնա բարով